Մի քիչ էլ ստեղ։ Քոչարյանի հետ Բարև ձեզ։ Գրահավաք է սկսել, բարև ձեզ։ Ինչ լավ է ժողովուրդ օրաթերթը միացավ։ Ուրախ եմ։ Պարոն Սիմոնյան, Մենք բոլորը ուրախ ենք, ասեք։ Անջանիկ Քոչարյանի հետ կապված ստորագրահավաք է սկսել լրագրողին վիրավորելու համար, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի։ Ընդդիմությունը արդեն համաձայնություն տվել է։ Ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները այդ հարցով։ Պատրաստվում եք էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անջանիկ Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար կամ լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում էլ կոնֆլիկտներ կա։ Որտեղից գիտեք, որ ներսում է կոնֆլիկտ։ Մամուլը ինչ ասես գրում, հա։ Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություններ ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլը։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխանեմ։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ ստորագրությունը հավաքվում, ես այս թուղթին ծանոթ չեմ, երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, հեսա կպատասխանեմ, երբ որ խմբակցությունը կքննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես չպատրաստ չեմ նույնիսկ այդ մի էջանս փաստաթղթի վերաբերյալ բան ասել, որը որ չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես վատ եմ վերաբերվում շատ վատ Հաջան Ես զանգահարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն էի երկրում չեմ, զանգահարել եմ իրան, ու իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ իրան։ Այո։ Ես խնդրում եմ իրան այդ հարցով դիմեք։ Ես տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բաներ են արել։ Ես ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես էլ ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն եմ խնդրում, էլ ավելի ուժեղանում եմ դրանով։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնեմ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել։ Մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների, տեսեք, խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում, այլ ոչ թե ազգային ժողովի նախագահը։